Երբ պատմությունը սկսում է խոսել, նրա ձայնը գալիս է դարերի խորքից։ Այդ ձայնը երբեմն մեղմ է, երբեմն ուժեղ, բայց երբեք չի լռում։ Այդ ձայնի տերերից մեկն էլ Ֆավստոս Բյուզանդն էր, մի մարդ, ով իր գրչով վերածնեց մի ամբողջ դարաշրջան։ Ֆավստոս Բյուզանդը հայ պատմագրության ամենահին ու ամենահետաքրքիր հեղինակներից է։ Նրա կյանքը ծածկված է գաղտնիությամբ։ Ոչ ծննդյան եւ ոչ էլ մահվան տարիները հայտնի չեն։ Նույնիսկ նրա անունը տարբեր բացատրություններ ունի։ Ոմանք կարծում են, թե նա ապրել է Բյուզանդիայի, այսինքն հռոմեական կայսրության արևելյան մայրաքաղաքում, իսկ մյուսները կարծում են, թե Բյուզանդ բառը նշանակում է պատմող, պատմություններ հյուսող։ Ֆավստոսը ապրել է 5-րդ դարում, բայց գրել է 4-րդ դարի պատմությունը։ Նրա գլխավոր գործը կոչվում է հայոց պատմություն, որը երբեմն անվանում են նաև բյուզանդարան պատմություններ։ Այդ աշխատությունը մեզ է պատմում այն տարիների Հայաստանը, երբ երկիրը պայքարում էր իր գոյության համար։ Մեկ կողմում Հռոմը, մյուս կողմում Պարսկաստանը։ Գրքում նա պատմում է հայ արքաների, զորավարների ու եկեղեցու հայրերի մասին։ Մեծ տեղ է տալիս Մամիկոնյանների տոհմին, հատկապես Վարդան Մամիկոնյանին։ Նա պատմում է, թե ինչպես հայերը նույնիսկ ամենածանր ժամանակներում չեն հրաժարվել իրենց հավատքից եւ չեն դադարել պայքարել հանուն հայրենիքի։ Ֆավստոսի գիրքը մեզ է հասել 4 մասով, սկսելով գիրք 3-ից։ Առաջին 2 գրքերը կամ կորել են, կամ երբեք չեն գրվել։ Սա հենց իր գրքին տալիս է առեղծվածային շունչ, կարծես մի հին դրամ բանալի է բացակայում, բայց հենց դրա շնորհիվ է պատմությունը դառնում ավելի հմայիչ։ Նրա գրածը նման է ոչ թե սովորական պատմության, այլ մեծ բանավոր պատմության, ասքի։ Նա պատմում է այնպես, ինչպես ժողովրդական երգերն են հնչում, զգացմունքով, պատկերներով, կռվի շնչով լի։ Հենց նրա լեզուն է պատճառը, որ մինչև այսօր նրա գործը ընթերցվում է հետաքրքրությամբ։ Ֆավստոս Բյուզանդը ասում էր. «Պատմությունը այն չէ, ինչ անցել է, այլ այն, ինչ պետք է հիշել»։ Նա հավատում էր, որ եթե մի ժողովուրդ մոռանա իր անցյալը, ապա կկորի նաև իր ապագան։ Նրա խոսքով, ով կտրի իր հիշողությունը, նա կկտրի իր արմատը։ Նրա պատմության ամեն էջում կարելի է զգալ այս միտքը։ Նա չի վախեցել գրել ճշմարտությունը, նույնիսկ երբ այն ծանր է եղել։ Նա պատմել է և հաղթանակների, և պարտությունների մասին, որովհետև իրական պատմությունը կառուցվում է ոչ միայն փառքի, այլ նաև ցավի վրա։ Նրա գործը շատ երկար է շրջել ձեռքով, մի գրչից մյուսը, ամեն պատճեն մի սերնդի ժառանգություն։ Ամեն անգամ, երբ այն կարդացվել է, հայ ժողովուրդը կարծես նորից է հիշել, թե ով է ինքը։ Ֆավստոսը մեզ է թողել ոչ միայն պատմություն, այլև գաղափար։ Նա ասում էր. «Եթե թագավորությունը կանգուն է ժողովրդի հավատքի վրա, ապա ոչ ոք չի կարող այն փլել»։ Նրա խոսքերում զգացվում է այն ժամանակների Հայաստանը, երբ Հայաստանը նոր էր ընդունել քրիստոնեությունը, իսկ ժողովուրդը դեռ կռվում էր հին աստվածների ստվերի հետ։ Շատ քիչ մարդիկ գիտեն, որ Ֆավստոս Բյուզանդը պատմել է նաև հայ կանանց խիզախության մասին։ Նա հիշատակում է կին առաջնորդների, մայրերի, որոնք իրենց որդիների հետ մասնակցել են կռվին։ Սա ապացույց է, որ նրա պատմությունը միայն թագավորների կամ զորքերի պատմություն չէ, այլ ամբողջ ժողովրդի պատմություն։ Նրա լեզուն հարուստ է պատկերներով ու խոսքային ուժով։ Երբ նա գրում է որևէ հերոսի մասին, թվում է լսում ես կենդանի մարդու ձայնը։ Նա հաճախ օգտագործում է խոսքեր, որոնք հնչում են որպես ասույթներ։ Դրանց վառ օրինակն են հետևյալները. ազգը, որ իր հավատքը չվաճառի, աշխարհի վրա չի կորչի։ Լռությունը երբեմն ավելի զորավոր է, քան 1000 խոսք։ Այս խոսքերը թեև գրված են դարեր առաջ, այսօր էլ հնչում են արդիական։ Ֆավստոս Բյուզանդը մեզ սովորեցրել է, որ պատմությունը միայն անցյալը չէ, այլ պարտականություն։ Նա ուզում էր, որ մենք սովորենք մեր սխալներից, սիրենք մեր հայրենիքը, պաշտպանենք մեր հավատքը և հիշենք մեր նախնիներին։ Նրա գրքի վերջին էջերում կարծես լսվում է մեկ միտք. պատմությունը դադարում է միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը լռում է։ Այդ պատճառով նրա գիրքը շարունակում է ապրել։ Այն մեզ է հիշեցնում, որ մենք պիտի խոսենք, պատմենք, պահպանենք, որ պատմությունը չմնա թղթի վրա, այլ ապրի մեր մեջ։ Ֆավստոս Բյուզանդը մնում է ոչ միայն պատմիչ, այլև ուսուցիչ։ Նա մեզ սովորեցնում է. հիշելն ուժ է, իսկ մոռանալը կորուստ։ Եվ երբ այսօր մենք հիշում ենք նրան, մենք հիշում ենք ոչ միայն մեկ մարդու անուն, այլ ամբողջ մի ժողովրդի պատմություն։